Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր որ հերկինս ես Սուրբ Եկեցի անուն քո Եկեցե արքայություն քո Եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի Հսած մեր հանապազորդ դուր մեզ այսօր եւ թող մեզ սպարդիս մեր որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած եւ մի տաներս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարե Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիդյանս ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս նստեք սիրելիներս բարի եկեք թող Տեր օրհնի բոլորիս իր Սիրո խաղաղության մեջ բայ այսօր հետ հատկապես խաղաղության մասին պիտի խոսենք խաղաղություն Աստծո հետ ինչպես մարդը կարող է Աստծո հետ խաղաղության, սիրո եւ արդարության մեջ ապրել մենք առաջին 4 գլուխների մեջ տեսանք թե ինչպես Պողոս առաքյալը ցույց տվեց որ մարդը հավատքով կարող է արդարանալ այսինքն հաշտվել Աստծո հետ արդարացվել որ օրենքները բնական կամ ստեղծված օրենքները մարդկային չեն կարող հասնել մեզ այն արդարությանը որը մարդը կարող է հասնել Հիմա արդեն այստեղից Պողոս առաքյալը 5-րդ գլուխից պետք է ցույց տա թե ինչպես է մարդը արդարությանը հասնելուց հետո խաղաղություն հաստատում Աստծո հետ։ Հենց այդպես էլ սկսում է արդեն որ արդեն արդարությամբ արդարացված ենք, ուրեմն խաղաղություն ունենք Աստծո հետ։ Այս խաղաղության մասին պիտի խոսենք եւ Աստծո սիրո մասին պիտի խոսենք, թե Աստված ինչքան է մարդուն սիրում, որ ինքը երբ որ մենք թշնամի ենք Աստծուն, ինքը եկա մեզ հետ հաշտվելու, երբ որ մենք բարի չէինք, երբ որ մենք թշնամանք ունենք, օտարացած ենք Աստծո հետ, Աստված իր որդով մեզ նորից միացրեց եւ վերջապես ամենակարևոր տողը կա այստեղ Հռոմեացի նամակի որ համբերություն, նեղությունը մեզ բերում համբերության, համբերությունը փորձառության, փորձառությունը հույսի, իսկ հույսը երբեք մարդուն ամոթով չի թողնում։ Ուրեմն տեսնենք ինչ խաղաղություն եւ ինչի մասին այսօր Պողոս առաքյալը մեզ սովորեցնում։ Առաջին համարը։ Ուրեմն հավատով արդարացված խաղաղություն ունենանք Աստծո հետ մեր Տեր Հիսուս Քրիստոսով։ Ուրեմն արդեն ասացի որ արդարություն ունենալու համար մարդը պետք է հավատա։ Այսինքն արդարություն, այսինքն նաև արդարացվել իմաստով պիտի հասկանանք։ Ուրեմն Աբրահամի օրինակը մեզ բերեց Պողոս առաքյալը, թե ինչպես հայր Աբրահամը հավատաց Աստծուն եւ այդ հավատքը նրա համար արդարություն համարվեց։ Եվ հիմա այս արդարության ճանապարհով, հավատքի ճանապարհով մենք գալիս ենք դեպի Աստծո հետ խաղաղություն ունենալու։ Ասեմ ձեզ, որ տարբեր թարգմանությունների մեջ մինչև այսօր խնդիրը կա, խաղաղություն ունենք Աստծո հետ, թե խաղաղություն ունենանք Աստծո հետ։ Ուրեմն ամբողջ մեկնությանը գրականության մեջ խաղաղություն ունենք Աստծո հետ, այսինքն մենք արդեն ոչ թե ուզում ենք ունենալ, այլ արդեն այդ խաղաղությունը ունենք Աստծո հետ։ Ոնց պիտի այդ խաղաղությունը ունենանք։ Ինչ է պետք խաղաղության համար։ Առաջինը հավատք, երկրորդը շնորհ։ Սրանք խաղաղության գործիքներն են։ Եթե մարդը խաղաղությունին ուզում է հասնել ինքը ճշմարիտ, արդարացի հավատք պիտի ունենա Աստծո հանդեպ եւ Աստծո շնորհները պիտի ունենա։ Շնորհի մեջ ինչ էր մտնում, հիշում եք, խաղաղություն, սեր ողորմություն, արդարություն, այսինքն այս բոլորը դու այս գործիքակազմը քո ձեռքի մեջ պիտի ունենաս, որ հասնես այդ խաղաղությանը։ Հիսուս ինչ էր ասում. Իմ խաղաղությունն եմ թողնում ձեզ, այն խաղաղությունից աշխարհը չի կարող տալ, որպեսզի նախ ձեր սրտերը չխռովեն, երկրորդ դուք չվախենաք։ Ուրեմն այն խաղաղությունը, որի մասին խոսվում է Աստվածաշնչի մեջ, այլ է աշխարհի քարոզած խաղաղությունից։ Աշխարհը միշտ խոսում է խաղաղության մասին, բայց միշտ պատերազմի մեջ է ապրում, որտեղ իր ցանկացած խաղաղությունը ժամանակավոր է եւ անձնական պետքերի համար է։ Վերջացավ, նորից պիտի կռիվ լինի։ Բայց երբ որ դու ունես Տիրոջ խաղաղություն, այսինքն ինչ որ լինի այդ խաղաղության մեջ, դու քո համբերությունը չես կորցնում, քո այդ համբերությունը քեզ բերում է փորձառու է դարձնում, իսկ փորձառու մարդը դառնում է համբերատար եւ հասնում է ինչին հույսին, իսկ հույսը երբեք մարդուն ամոթով չի թողնում։ Ուրեմն բարի գործերից են խաղաղությունը նաև, այսինքն երբ որ դու ուզում ես մոտենալ Աստծուն, դու բարի գործեր ունես։ Հիմա առաջին 11 համարներն ենք այսօր սերտելու, այստեղ խոսում է այդ բարի գործերի մասին, որոնք են։
Ուրեմն առաջինը Աստծո հետ խաղաղություն հասնելն է, այսինքն երբ որ դու հավատում ես, շնորհ ունես, դու պետք է կարողանաս հասնել այդ խաղաղություն։ Երկրորդը աստվածային որդեգրությունն է, այսինքն դու ամեն ինչ անում ես, որպեսզի քո մեղավոր ընթացքը թողնելով Աստված քեզ որդեգրի։ Մենք որդեգրվում ենք մկրտությամբ, Աստված մեզ համար նորից հայր է դառնում, բայց դրա հետ մեկտեղ մարդը նաև պիտի այնպես անի, որ այդ որդեգրության, որդիության պատիվը չկորցնի։ Դրա համար ցավոք սրտի աշխարհում շատ են քրիստոնյաները, բայց շատ քիչ են որդիները, ովքեր Աստծուն որպես հայր են ընդունում եւ իրենց որդիության համար ամեն ինչ անում, որ այդ հոր համակրանքը չկորցնի եւ հոր հոգատարությունից չզրկվեն եւ վերջապես ինչ պիտի կարողանանք անել այս խաղաղության միջոցով հասնել երկնքի արքայության։ Մեր նպատակը արքայության հասնելն է։ Մեր ժամանակավոր այս աշխարհի մեջ, որ մենք մեր կյանքը ծնունդից մինչև մահը կյանք ենք կորչում, այս կյանքը մեկ նպատակ է պատրաստվել հավիտենական կյանքին։ Իսկ հավիտենական կյանքին պատրաստվելու համար մարդը պետք է ունենա Աստծո հետ հաշտություն, այսինքն խաղաղություն նշանակում է նաև հաշտություն։ Երբ որ Հիսուս ծնվեց, ինչ ավետեցին հրեշտակները, փառք Աստծուն բարձունքները, այսինքն փառքն ենք վերադարձնում նորից Աստծուն Հիսուսով, խաղաղություն եւ հաշտություն մարդկանց միջև, չէ՞։ Այսինքն այդ նպատակը դա է, որ մարդը պիտի հաշտվի, որpեսզի հետո մարդը կարողանա Աստծո հետ իր հաշտությունն ունենալ։ Ուրեմն հավատքով արդարացված, ո՞նց կարող է մարդը հավատքով արդարանալ։ Տեսեք, մարդը երբ որ մեղք է գործում, օրենք է խախտում, դատարանի առջև է կանգնում, դատարան այդ մարդուն դատում է ըստ օրենքի, չէ՞։ Բայց սա չի նշանակում այդ հանցանքի համար ինքը նաև Աստծուց պիտի պատիժ ստանա, որովհետև մեղքեր կան, որ ակամա են, բնական են, բնածին է մեր մեջ դրված, մենք գործում ենք, մեղքեր կան, որ մենք կամավոր վերցնում ենք եւ գործում ենք։ Այն ինչ որ օրենքները խախտում ես կամ շրջանցում ես, դրա համար դատվում ես, բայց Աստծո համար արդարանալու համար դու պետք է հավատք ունենաս։ Հիմա մարդուն կարող են դատել ցմահ կամ գնդակահարություն, որ ժամանակին կար, բայց ես չեմ որ մարդը պետք է անպայման դժոխք գնա, որովհետև սա օրենքի խախտումով է այդպես։ Բայց Հիսուս ասում է զգուշ եղեք, որ դուք չընկնեք Աստծո ձեռքով հոգին եւ մարմինը կարող է գեհենի կրակի մեջ վառել, այսինքն այնպիսի մեղք չգործեք, այնպիսի հանցանք չգործեք, որ անգամ հավատքը չկարողանա ձեզ արդարացնել։ Ուրեմն մարդկություն իր մեղքերից արդարացավ ինչպես Հիսուս Քրիստոսով, չէ՞։ Հիսուս Քրիստոս երկնքից իջավ, մեր մեղքերը վերցվեց, զոհաբերվեց մեզ համար, խաչվեց, որպեսզի մենք արդարանանք։ Եվ քանի որ հավատքով պիտի արդարանանք, ուրեմն մարդուն ինչ արեց Հիսուս, ոչ միայն արդարացրեց, այլև հնարավորություն տվեց, որ մեղքի գերեզմանից մարդը դուրս գա։ Այսինքն այն գերեզմանի մեջ որ դու հայտնվել ես, մեղք է շուրջ բոլորդ մահ է, քեզ հնարավորություն տալիս իր կյանքով նորից կյանք ունենալու եւ վերջապես Աստծո հետ այդ խաղաղությունը հաստատվելու Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ուրեմն հավատքի արդարության պտուղը այս է, որ ինչ անենք մենք աշխարհի վրա, այսինքն ոնց պիտի պտուղներ տա այդ հավատքը մեր կյանքից, ոնց պիտի երևա, որ դու Տիրոջ հետ խաղաղություն ունես, այսինքն հաշտ ես Աստծո հետ։ Տեսեք, ես ամեն անգամ պատարագին շրջվում եմ, ձեզ ինչ եմ ասում, խաղաղություն, ամենեցուն, դուք էլ ասում եք եւ քո հոգուն էլ այդ խաղաղությունը։ Հիմա ես ինձանից չեմ կարող այդ խաղաղությունը տալ, որովհետեւ ես մարդ եմ, ես գուցե պատարագից առաջ էլ խռովք ունենամ, հետո այդպես բարձրանամ վերը։ Բայց դու պիտի հասցնես շատ շուտ սկիհից եկող Քրիստոսի մարմնից այն խաղաղությունը վերցնել, որպեսզի երբ որ ես փոխանցեմ ձեզ այդ խաղաղությունը, ոչ թե ուղղակի բառեր ասեմ ձեզ, դուք այդ խաղաղությունը զգաք։ Դուք էլ որ ինձ ասեք քո հոգուն էլ խաղաղություն, ես ապրեմ այդ խաղաղությունը։ Ուրեմն այդ արդարության, հավատքի արդարությունից է գալիս այդ խաղաղությունը։ Ուրեմն այդ պատուղները որոնք են, որ մենք կարողանանք խաղաղություն անենք նաև մեկս մյուսի հանդեպ Աստծուն հնազանդվելով։ Ուրեմն ամենակարևոր միջոցը, որպես դու Աստծուն հնազանդության միջոցով հասնես խաղաղության, դա այդ խոնարհությամբ այս աշխարհի մեջ քայլելն է, գիտակցելով, որ դու միայնակ չես այս աշխարհի մեջ, Տերը միշտ քեզ հետ է։ Հիսուս ասաց. ես ձեզ հետ եմ ձեր կյանքի բոլոր օրերում։ Ուրեմն որպեսի մեղքի խռովությունը մաքրվի մեր մեջից, մեր խղճմտանքը մաքրվի, մեր խիղճը մեզ չտանջի, այսինքն մենք օրենքներին չկարչենք, օրինակ ինչ եմ սա օրինակ օրենքներին չկարչել, քո խիղճը մաքուր լինի, որովհետև մարդիկ կան, որ ամբողջ կյանքում եկեղեցի չեն մտնում, սուրբ գիրք չեն կարդում, բայց երկրորդական բոլոր օրենքներ ուզում են պահել։ Ինչը որ մարդկանց հետ է, մարդկային է, ասենք օրինակ, երբ որ մարդը մահանում է, շտապ զանգում են 7-ը ոնց պիտի անենք, 40-ը ոնց պիտի անենք, կարող ենք մի օր էս կողմ, մի օր այն կողմ, բայց իրենց հավատքի խորհուրդը չի հետարկում այդտեղ, այլ հյուրերին երբ հրավիրեն, ոնց հյուրասիրեն, որ հանկարծ ոչ ոք դժգոհ չգնա։ Բայց երբ որ 7-րդ տարի խորհուրդը դու պիտի գնաս աղոթք անես, 40-ի աղոթքը պիտի անես, մարդիկ չգիտեն էլ ինչի համար, որովհետև իրենց համար սրանք երկրորդական են։ Կարևորը տեսանելի
ցուցադրական կողմն է, որ մենք պիտի ապահովենք, որպեսզի մարդիկ մեզանով հիանան։ Եվ վերջապես ինչ է սա նշանակում, որ այս օրենքները, որ դրված է մեր կյանքի մեջ, մեզ կարող են տալ այդ խաղաղությունը։ Մարդը կարող է օրենքով խաղաղություն ունենալ։ Չի կարող։ Օրինակ, աշխարհում մի պետություն կա, որ ինք ունի մի նախարարություն, կոչվում է երջանկության նախարարություն։ Այսինքն իրենք ամեն ինչ անում են, որ այն ժողովուրդը երջանիկ լինի։ Բայց ինչ են անում, այսինքն մարդու ցանկությունները կատարելով էլ մարդը չի կարող երջանիկ լինել։ Այսինքն մարդը նախ իր ներսում ինքն իր հետ հաշտ պիտի լինի, ինքն իրեն պիտի ճանաչի, զգա, հասկանա, որպեսզի հետո կարողանա այդ խաղաղությունը։ Դրա համար արդեն Պողոս Արաքյալը Եբրայեցին համակի մեջ շատ գեղեցիկ մի տող ունի, ասում է, այն պատարակները, որ մատուցում եք տարեց տարի, այսինքն հիշում եք, երբ որ հрьяաների մոտ օրենք էր, որ մարդը մեղք էր գործում, պիտի կենթանի զոհաբերին։ Այսինքն այդ պատարակները, որ դուք տարեց տարի ասում եք կատարում եք, չեն կարող կատարյալ դարձնել մատուցողներին։ Այսինքն ինչքան էլ դու զոհ մատուցեք, մեկը դուք կատարյալ չեք կարող դառնալ։ Ապա թե ոչ նրանք կդադարեին մատուցելուց, քանի որ պաշտամունք մատուցողները մի անգամ ընդմիշտ մաքրված լինելով, այնուհետև մեղքի համար ոչ մի խղճահարություն չէին ունենա։ Այսինքն եթե Քրիստոս ինքը մեզ համար չզոհաբերվեր, ինչքան էլ մենք զոհ մատուցենք, ինչքան էլ մենք բարի գործեր կատարենք, եթե մեզ մաքրող եւ խաղաղության հասցնողը Հիսուս Քրիստոսը չէ, մենք չենք կարող այդ խաղաղություն ունենալ։ Ուրեմն երբ մարդը հավատում է, սկսում է հավատալ, սա շատ կարևոր պայման է։ Հիշում եք, որ նաև Հիսուս, երբ որ յուրաքանչյուր մեկ իրեն մոտենում էր հիվանդության համար, հրաշքի համար, իր զավակի համար, առաջին բանը հարցնում էր. հավատում ես, որ կարող եմ քեզ համար անել։ Մինչև չէր ասում հավատում եմ, Հիսուս չէր ասում, չէ, քո հավատքով լինի քեզ։ Հիմա երբ որ մարդը հավատում է, իրականում հավատում է, որ ոչ թե հավատում է, որ Աստված կա, այլ հավատալով հետևում է Աստծուն եւ Աստծո սիրով ապրում է, մարդը սկսում է արդարանալ կամ արդարացվել։ Երբ որ մարդը արդարանում է, ինքը գտնում է խաղաղությունը, որով ինքը կարող է Աստծո հետ միաբանության մեջ ապրել։ Մեր նախահայրը Ադամը ուներ այդ խաղաղությունը, որտեղ ամեն օր Աստծուն տեսնում էր, ամեն օր Աստված գալիս էր դրախտ, Ադամի հետ քայլում էին, շրջում էին, բայց Ադամը այդ խաղաղությունը չգնահատեց եւ կորցրեց։ Ինչու այդ խաղաղությունը մենք չենք կարողանում պահել։ Պատճառը ո՞րն է, թե մենք մինչև հավատալ այդ խաղաղությունը չենք ունենում, որտեղ մեր ծնված օրից մենք ինչ ենք։ Թշնամի ենք, չէ՞ Աստծո հետ, մեր մեղքերով թշնամություն ենք անում, ինչպես որ Կիրակի օր ասացի, մեղքի այդ առաստաղը մինչև չքանդես կամ ինչպես Եսայի մարգարեներ ասում, մեղքի պատճառով պատնեշ կա մեր եւ Աստծո առջև, այդ պատնեշը մինչև չքանդվի, մարդը չի կարող այդ խաղաղությունը։ Ուրեմն մեր ծնված օրվանից մենք ամեն անգամ նաև հավատով խոստովն աղոթքի մեջ ենք ասում, որ ծննդյանից մինչև այսօր մեղանչել եմ քո աստվածության առաջ, չէ, իմ խոսքերով, գործերով ու մտքերով եւ հանիր իմ վրա այս մեղքի պատմուճանը, վերադարձնելով իմ նոր պատմուճանը նախքին, այսինքն անմեղության պատմուճանը հագնես, որ կարողանաս այդ խաղաղություն ունենալ։ Ուրեմն Հիսուս եկավ ինչ անել ուրեմն աշխարհ, այդ մոռացված խաղաղությունը վերականգնել, որ մարդը Աստծո հետ թշնամությամբ եւ օտարացած չապրի։ Այսինքն մեղքը ինչ է անում, մեր բոլորի շրջապատում կան մարդիկ, ունեցել ենք եւ ունենալու ենք ընկերներ, բարեկամներ, որ մի ժամանակ շատ ջերմ ենք, իրար տնից դուրս չեն գալիս, մեկ էլ միանգամից կտրվում ենք։ Պատճառն ինչ է։ Մեղքը, չէ՞, այսինքն մեկը մյուսի հանդեպ գործած այն սխալը, որ մի կողմը ներողություն չի խնդրում, մյուս կողմն էլ չի ուզում հաշտվել։ Հակառակն է, կարող է ներողություն խնդրել, բայց չէ, բայց հիմնականը չխնդրելու հարցն է, որ մարդը չի ուզում գիտակցել իր մեղքը, որ դիմացինի մեծ ցավ է պատճառել, եւ այդ գիտակցված հաշտությունը մարդու մեջ բերում է բաժանման։ Այդպես էլ մարդը Աստծոց բաժանվեց եւ խաղաղությունը կորցրեց։ Ուրեմն դերը եկավ, որպեսզի նախ հավատքով մարդուն արդարացնի, հետո Աստծո հետ հաշտեցնելով իրական խաղաղություն ապարգևի, որպեսզի մարդ եւ Աստված խաղաղության մեջ ապրեն։ Դրա համար Աստված ինչ է ասում, եթե ես ձեր Աստվածն եմ, ապա ուր է իմ պատիվը։ Եթե ես ձեր հայրն եմ, ուր է իմ պատիվը։ Եթե դու ինձ Աստված ես կոչում, հայր ես կոչում, բայց այդ խաղաղությամբ ինձ հետ չես ապրում, ուրեմն չես կարող ունենալ այդ ամենը։ Դրա համար ասում է հավատքով արդարացված խաղաղությամբ ապրենք Աստծո հետ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսով։ Երկրորդ համարի մեջ շարունակում է ասելով, որի միջոցով էլ կարողացանք հավատով մերձենալ այն շնորհին, որի մեջ եւ կանք եւ պարծենում ենք Աստծո փառքի հույսով։ Տեսեք սիրելիներ, Աստծո հետ ունեցած այս հիմա մեր խաղաղությունը, սա մեր կարողությունն է, մեր հավատքի զորությունն է։ Ոչ։
որովհետև Հիսուսով է այդ ամեն ինչ։ Այսինքն մարդու հավատքով միայն չի կարող լինել, որովհետև մարդը ինքը արդեն միջնորդի կարիք ունի, Հիսուս Քրիստոսի կարիք ուներ։ Դրա համար Աստված երկնքից իջավ, Սուրբ Ալեքսանդրացի Նաթանասն ասում է, Աստված մարդացա, որպեսզի մարդը նորից արդարանա։ Աստված իր հարստության մեջ աղքատացավ, որպեսզի մարդը նորից հարստանա։ Այսինքն նպատակը, որ մարդը մեղք է գործում, ինքը զրկվում է իր շնորհներից, դատարկվում է, ուրեմն կարիք կա մեկին, ով կարող է նորից լցնել քեզ այդ զորությամբ, դա Հիսուս Քրիստոսն է։ Ուրեմն Հիսուս Քրիստոսը ինչ եղավ։ Երեք բան, Հիսուս Քրիստոսի միջոցով մենք նորից վերագտանք մեր խաղաղությունը, Հիսուս Քրիստոսի միջնորդությամբ ունեցանք այդ ամենը եւ Հիսուս Քրիստոսի օգնականությամբ ունենք։ Տեսեք, միջոց, միջնորդ, օգնականություն։ Այսինքն Հիսուս միջոց դարձավ մեզ համար, այն կամուրջը դարձավ, որ քանդված էր մեղքի պատճառով, կամրջեց այդ ճանապարհը, որպեսզի մարդը կարողանա առաջ գալ դեպի Աստված, միջնորդեց Աստծուն, որպեսզի այս մարդկանց նորից հետ ընդունի, ինչպես խաչի վրա ասած, Տերն էր իր սրանց, որտեվ չգիտեն ինչ են։ Սա միջնորդություն էր ուղղակի Աստծուն, որ սրանց մեղք չհամարեց։ Նրանք, տեսեք, խաչողները չէին զղջացել։ Խաչողները ոչ մի բառ չէին ասել, բայց Հիսուս միջնորդեց Աստծուն, որպեսզի Աստված ների սրանց եւ օգնություն է Հիսուսի օգնական։ Այսինքն ինչքան էլ մենք որոշակի օրենքներ իմանանք, որոշակի գիտելիքներ ունենանք, մեզ վստահաբար պետք է գալիս մեկով հմուտ է իր գործի մեջ, որպեսզի իր օգնությամբ մենք ճիշտ չէ մեր խոսքը կազմենք, օրենքները ճիշտ հասկանանք, ուրեմն Հիսուսի միջոցով, միջնորդությամբ եւ օգնականությամբ մարդը հասավ այդ շնորհին, որի մեջ որ ինքը պիտի ապրեր։ Ուրեմն այստեղ առաքյալը ցույց է տալիս, որ նույնն է նաեւ միջնորդը, այսինքն մեկ մարդու միջոցով է այս ամենը կատարվում, որի վաստակով Աստծուն մենք մոտեցանք այդ խաղաղությունը գտնելու համար, երբ որ մենք հեռացած ու թշնամացած էինք, օտարացած էինք, այդ միջնորդը մեզ բերեց, Աստծո հետ միացրեց, նույնականացրեց։ Հավատքը, որ ի սկզբանե կար, մաս էր կազմում արդարության, այսինքն հավատքը արդարության մի մասն է, չէ՞, այսինքն հավատք չլինի, արդարություն էլ չի լինի։ Հիմա այս ամենը պսակվում է Հիսուսի բերած շնորհով եւ այն ողորմությամբ, որով մենք կարող ենք Աստծո հետ, տեսեք, ասում է, պարծենալ, նույնիսկ ուրախանալ, հպարտանալ, որ մենք Աստծո փառքի մասը պիտի կազմենք։ Ուրեմն մոլորված մարդը վերադառնում է Աստծո շնորհի մեջ ապրելու համար։ Ուրեմն սովորական մարդը կարող է երբ ուզի մտնի թագավորի մոտ։ Չի կարող, չէ՞, այսինքն ինչ է պետք մարդուն մուտք գործելու համար։ Հրավեր, չէ՞, որովհետեւ դու հրավիրատոմս ունես, որ դու հրավիրված ես թագավորի մոտ, կամ անցագիր, չէ՞, պիտի ունենաս, որ ցույց տաս, ուղակի անցնես։ Բայց երբ որ դու գալիս ես այդ երկուսն ունելով հանդերձ, դուռ երբ որ թակում ես, ով է բացում, որովե պաշտոնյա, եւ այդ պաշտոնյան քեզ ուղեկցում է, չէ՞, թագավորի մոտ, ասում է, այսինչ մարդը իր ժամին եկել է քեզ մոտ։ Ուրեմն Հիսուս այդ միջնորդ պաշտոնյան է, սիրելիներ, որ եթե մենք հավատք ունենանք, սերն ունենանք, ողորմություն ու շնորհ ունենանք, Հիսուս ինքը մեզ առաջնորդում է Աստծո մոտ եւ ներկայացնում է մեզ Աստծուն, որ այս մարդկանց համար էր, որ ես երկնքից իջա, այս մարդկանց դեպի քեզ բերելու համար։ Ով կարող է թագավորի մոտ երբ ուզենա մտնել։ Իր կինը եւ զավակները, չէ՞, այսինքն Հիսուսով մենք ինչ դարձանք, Աստծո որդիներ դարձանք, չէ՞, զավակներ, այսինքն նշանակում է, որ մենք երբ որ ուզենք ցանկացած ժամի կարող ենք մոտենալ։ Ինչ կար հրեական տաճարի մեջ, Սողոմոնի կառուցած տաճարի մեջ, ինչ կար։ Սրբություն սրբոցը կար, չէ՞, որ վարակույրով փակեր, ոչ ոք իրավունք չուներ այնտեղ մտնելու, բացի քահանայապետից, որ տարվա մեջ մեկ անգամ մտնում էր ներս, վարակույրի հետևն էր մտնում, իր մեղքերի եւ ժողովրդի մեղքերի համար զոհ էր մատուցում, խնդրում էր թողություն, դուրս էր գալիս։ Երբ որ Հիսուս խաչվեց, ինչ տեղի ունեցավ։ Վարակույրը ապրեք, վերից վար պատրվեց, չէ՞, այսինքն սրբությունը Աստված մեզ համար հասանելի դարձավ։ Դրա համար մենք էլ ինչ ենք ասում պատարագի Սուրբ հաղորդությունը, ի սրբություն, սրբ, այսինքն սրբությունը սուրբերի համար, ժողովրդի համար։ Ուրեմն սրբությունը մեզ համար հասանելի դարձավ։ Ուրեմն Հիսուս այդ միջնորդ պաշտոնյան դարձավ, որ մենք թեև կարող է մկրտված ենք, հավատք ունենք, այս ունենք, բայց մեզ ներկայացնողը չէ, անպայման պիտի մեկը լինի մի պաշտոնյա, որ ներկայացնում Հիսուս այդ պաշտոնյան էր նաև մեզ համար, որ երկնքից իջավ, երկիր, շրջեց մարդկանց մեջ, մարդկանց ցավերը տեսավ, մեղքերը տեսավ, հիվանդությունները տեսավ, չարություն, ատելությունը տեսավ, փորձեց ինչքան հնարավոր էր այդ 3 տարիների ընթացքում մարդկանց մաքրել, հետո հաղթանակած վերադարձավ երկինք ցույց տալու, որ Տեր
հաղթանակ եմ տարել իմ հարության խորհրդով, այս կյանքով մարդիկ պիտի վերադառնան քեզ։ Դրա համար մենք հարության կյանքով ենք ապրում եւ այդ հարության կյանքով է, որ մենք մաքրված ենք եւ կարող ենք այդ խաղաղությունն ու շնորհն ունենալ։ Այս կերպ նաև Հիսուս արդեն սին ասացի, այդ Աստծո շնորհը տվեց մեզ։ Ուրեմն շնորհը արդեն ասացի, իր մեջ ինչ էր պարունակում՝ խաղաղություն, ողորմություն, սեր եւ արդարություն։ Երբ որ Աստծո շնորհն ունես, խաղաղությունը գտել ես, դու արդեն նաև քո մեջ արդարությունն ես հաստատում, որ դու ոչ միայն քեզ համար ես ապրում, այլև քո դիմացինին ես փոխում, օգտակար լինի, որտեղ քո դիմացին մեջ նաև Աստծուն ես տեսնում։ Երբ որ արդարություն ունես, արդեն սեր ես ստացում բոլորի հանդեպ, չես հարցնում մարդու ոչ գույնը, ոչ մասկը, ոչ ազգային պատկանելությունը, մարդուն սիրում ես որպես Աստծուն ստեղծված էակի եւ վերջապես ողորմություն ես գտնում եւ դու եւ քո դիմացինը։ Ուրեմն տեսեք Հիսուսով ինչքան բան կատարվեց, ինչից որ զրկված էր մարդը, խաղաղ չէին մինչև Հիսուս Քրիստոսի գալը մարդիկ։ Մարդիկ չարության, ատելության մեջ էին ապրում։ Հիսուսով խաղաղություն հաստատվեց։ Հիսուսը սիրով աշխարհի բոլոր ժողովուրդները, ազգերը մեկ անվան շուրջ հավաքվեցին, դարձան քրիստոնյաներ, ողորմություն գտնան, որ ինչ էլ որնի քո կյանքում դու մեղքերիդ համար ներում պիտի ստանաս եւ ապաշխարության պիտի կարողանաս հասնել այդ փրկությանը։ Ուրեմն մի տարբերություն արդեն ասացի, որ սովորական մարդուց տարբերվում է թագավորի զավակը, ազատ ելք ու մուտքն է, սա Հիսուսով այս խաղաղության միջոցով եւ սա դարձավ ինչ հույսի փառքի պարծանքը, որ մենք հանդերձյալ կյանքի մեջ այդ փառքը պիտի ունենանք։ Եվ ինչ է ասում Առաքյալը, եղբայրներ, ուրեմն համարձակություն ունենանք Հիսուսի արյամբ մտնելու սրբարանից ներս այն նոր եւ կենթանի ճանապարհով, որ նա բացեց մեզ համար, վարակույրի միջով, որ է իր մարմինը, եւ մեծ քահանա ունենալով Աստծո տան վրա, մոտենանք ճշմարիտ սրտով, հավատքի լիությամբ, սրտներս մաքրած, չար խշմտանքից եւ մեր մարմինը լվացած մաքուր ջրով։ Տեսեք ինչ գեղեցիկ պայման է դնում։ Ոնց պիտի մոտենանք, այդ հատվածը նորից կարդամ։ Հավատքի լիությամբ, այսինքն լի հավատքով դու պիտի մոտենաս, ոչ թե ձևական, արտաքին հավատք պիտի ունես, այդ հավատքի կյանքը պիտի ապրես։ Ոչ թե ասես, ես քրիստոնյա եմ, բայց այդպես էլ գաղափար չունես քո հավատքի, քո կյանքի փրկության մասին։ Սրտներս մաքրած չար խշմտանքից, չար խորհուրդներից, չար մտածումներից, չարությունից, ատելությունից, այսինքն սիրտը մաքուր պիտի, որտեղ սիրտն է կարևոր Աստծո համար, թե քո սրտի մեջ ինչ կա։ Դրա համար Հիսուս ասում էր. Երանի սրտով մաքուրներին, որտեղ նրանք Աստծուն պիտի տեսնեն։ Եվ մեր մարմինն է լվացած մաքուր ջրով, այսինքն մեր մեղքից մենք մաքրված ենք Հիսուսի արյամբ եւ ջրով, այսինքն մկրտությամբ, որով մենք մկրտվեցինք Քրիստոսի հետ ճանապարհ անցնելու համար։ Սա արդեն մեր անձնական արդարությունը չէ, սա Քրիստոսի բերած արդարությունն է, որով մենք մաս ենք դառնում Քրիստոսի բերած արդարության եւ հասնում ենք հավիտենական կյանքի։ Ուրեմն պարծենում ենք հույսով։ Ինչ հույսով մարդը կարող է պարծենալ։ Պարծենալը մեղք է, չէ՞։ Այսինքն հպարտության, բայց հիմա ասում եմ մենք պարծենում ենք հույսով։ Ինչի մասին է սա խոսում։ Քանի որ օտարացած ենք, որդիացանք, այսինքն օտար մեկն էինք, Աստված մեզ որդեգրեց, իր որդին դարձրեց, մեր մեջ տնկվեց հանդերձյալ կյանքի այդ երանության խորհուրդը, հույսը, որպեսզի նրա շնորհով արդարացված, Պողոս Առաքյալը Տիտոսի նամակից ասում է, ժառանգները լինենք հավիտենական կյանքի հույսով։ Այսինքն մենք այդ պարծանքը որ ունենք, սա ոչ թե մեղքի պարծանքն է, այլ որ դու հավիտենական կյանքի հույս ունես, որ այդքան վստահություն է, որ Աստծո խոսքը, նրա խոստումները իրականանալու են մեր կյանքի մեջ։ Երբ որ Հիսուս ասում էր գերեզմանները պիտի բացվեն, բոլոր մարդիկ դուրս պիտի գան, սա պարզապես խոսք ու ուղղակի խոստումներ չեն։ Սա վկայություն է, փաստ է, որով մենք այդ հույսով ապրում ենք։ Դրա համար Սուրբ Մարմինը որ վերցնում ենք, ասում ենք սա է կյանքը, հարության հույսը։ Այդ հարությունը, որ ասում եմ, ով որ ուտես հացից, ես նրան աշխարհի վերջին օրը հարություն պիտի տամ, պիտի դուրս գա հավիտենական կյանքը ժառանգելու համար։ Երրորդ համարի մեջ շարունակում է ասելով. եւ ոչ միայն այսքանը, այլև պարծենում ենք մեր նեղությունների մեջ եւս, քանզի գիտենք, որ նեղությունները համբերություն են բերում, համբերությունը փորձառություն, փորձառությունը հույս։ Տեսեք, շատ հեշտ է, չէ՞, ուրախանալ Աստծո փառքով։ Հեշտ է։ Ես քրիստոնյա եմ, Հիսուսին ճանաչում եմ, աղոթում եմ, ուրախանում ես, որ հավիտենական կյանք ունես։ Բայց շատ դժվար է եւ անհնար է նեղության եւ փորձության ժամին ուրախանալ։ Երբեմն մենք ասենք հիվանդ եմ, բարակոչ հիվանդություն ունեմ, կամ մահամերձ եմ ու ասեմ ես ուրախ եմ, բոլոր մարդիկ կծիծաղեն, չէ՞, կամ խենթի տեղ կդնեն մեզ, որ
Այս ինչ է ասում այս մարդը։ Բայց այստեղ ավելի շատ խնդիրը ոչ թե մեր ֆիզիկական տկարությունների մասին է, մեր հիվանդությունների մասին է, այլ Աստծո խոսքի համաձայն, որ մենք Քրիստոսի համար ենք նեղություններ կրում։ Երկու տեսակի նեղություններ կան, սիրելիներ։ Առաջինը, որ մարդը մեղքեր է գործում, բանտարկվում է, ձերբակալում են, պատժում են, սա Աստծո փառքի հետ կապ չունի։ Օրինակ շատ հաճախ բանտերում ինձ միշտ հարցնում են մարդիկ, որ Տեր, բա Աստված ինչի թույլ տվեց մենք բռնվեցինք, գնացինք այդ օրը եկեղեցի, հենց աղոթեցինք, մոմ վառեցինք, դուրս եկանք, մի ժամ հետո բռնվեցինք։ Դե ասեմ, եթե դու Աստծո տուն ես գնացել, ուրեմն խոստովանել ես մեղքդ, ուրեմն մեղքիդ համար պիտի պատիժդ կրես, բայց սա Աստծո փառքի համար չէ։ Այսինքն եթե ես գողություն եմ արել, ինձ ձերբակալել են, սա նեղություն չէ Աստծո համար, այլ նեղություն է Աստծո համար, երբ որ քեզ քո քրիստոնյա լինելու համար ծաղրում են։ Երբ որ տեսնում են դու սուրբ գիրք ես կարդում, քեզ հետա մնացեն համարում։ Երբ որ դու տեսնում են պահք ես պահում, ասում են 21-րդ դամ ով է պահք պահում, այդ ցավը տանեմ, ինչ Աստված, ինչ բան։ Ուրեմն մի օր մի ճանապարհորդ, այս պատմությունը շատ եմ սիրում, գնում է հեռավոր անտառների մեջ, ջունգլիների մեջ, տեսնում է, որ մի ցեղապետ նստած Աստվածաշունչ է կարդում, կողքներ sense մի քանի 100 մարդու գանք կա, ասում է ոնց, ասում է խավարամիտ գիրքը ստեղել է, հասել, ասում է եղբայր 21-րդ դարն է, ով է տեսել այդ խավար գիրքը կարդում ես, գցի են կողմ, ասում է դուրս արի, ավելի լավ կյանք կա, ասում է եթե ես գիրքը դնեմ մի կողմ, քո գլուխները զգրխունների մոտ կավելանա։ Այսինքն մարդակեր կդառնամ նորից քեզ կուտեմ, այսինքն այս գիրքն է ինձ փոխել, որ ես մարդ չեմ ուտում։ Այսինքն մարդու համար հասկանալի պիտի դառնա, թե ինչքան է հասկանում ինքը Սուրբ Գիրքը, ինչի համար է ապրում, որ նպատակի համար է ապրում, որպեսզի ինքը փորձության մեջ չմեղադրի։ Ուրեմն Պողոս Արաքյալը այստեղ նաև կամենը ցույց տալ մտերմացումը Սուրբ Հոգու այդ հույսի, որ Աստված միշտ մեզ հետ է։ Տեսեք, ասում է, նեղությունները բերում են մարդուն համբերության։ Ուրեմն համբերությունը մարդը նաև սովորում է հիվանդության ժամին, չէ՞, ինչ որ մենք անհամբեր վազվզում ենք, հենց հիվանդանում ենք, մենք համբերատար նստում ենք տունը, սպասում ենք, երբ պիտի լավանանք։ Այսինքն սա նաև մեզ սովորեցնում է, որ ինչ որ դու ուզում ես, ինչ աշխատանք որ դու կատարում ես, դու ժամանակ պիտի տրամադրես սպասելու համար, նաև մեր փրկության համար, չէ՞, Հիսուս մեր ով որ մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Այսինքն մինչև վերջ, ինչի եմ ասում մինչև, որտեվ շատ մարդիկ կան, որ նեղություններին չեն դիմանում։ Դուրս են գալիս, որովհետև շատ հեշտ է հավատալ Աստծուն, երբ որ դու տանը հիվանդ երեխա չունես, դու առողջ ես, գործերդ լավ են, աշխատավարձդ բարձր է, ամեն ինչ բարիք ունես, բայց հենց որ այդ բոլորը սկսում են պակասել խնդիր, մարդիկ իրենց համբերությունն են կորցնում, իրենց հավատն են կորցնում, սկսում են այլ այլ տեղերի մեջ փնտրել, հատկապես թուղթուգիր անողների մոտ, գուշակների մոտ, իրենց ապագան տեսնելու ինչ պիտի լինի, որովհետև հավատքի կյանքը վերացավ այդտեղ։ Դրա համար շատ հեշտ է խոսել Աստծո փառքի մասին, բայց դժվար է այս նեղություններին համբերելու համար։ Ուրեմն ինչ է սա նշանակում, որ ցույց է տալիս Պողոս Արաքյալը, որ մտերմությունը եւ ջերմություն Աստծո այնքան մոտ է մեզ, որ ինչքան որ մենք մեր նեղության ժամին նահանջ ենք ապրում, բոլորիս կյանքում է լինում է, չէ՞, տկարանում ենք, թուլանում ենք, հուսահատվում ենք, հատկապես որ հիվանդությունը գլուխ է բարձրացնում, մարդը ուժել չի ունենում աղոթելու, հուսահատվում է։ Ցույց է տալիս, որ ինչ էր որ լինի, այդ հույսի ակնկալիքով հավատքը ուժեղացնում է քո սերը, քո փրկության հանդեպ, քո պայքարի հանդեպ։ Եթե այդ համբերությունը չլինի, դու չես կարող բողոքել, դու անդադար կբողոքես եւ չես կարող հասնել այդ զորավոր տեղը, որտեղ որ դու քո խաղաղությունը պետք է գտնես։ Այս կամավոր նեղությունները նաև երկրորդ իմաստով, նրանք երբ որ մենք կամավոր հանձն ենք առնում, նեղություններ քաշել։ Օրինակ, երբ որ մեկը իր ժամանակը տրամադրում է, գնում է հիվանդի կողքը նստելու։ Նեղություն է, չէ՞, գնաց մահացող հիվանդի կողքը նստել, կամ մարդը որ խնդիր ունի, գնաց իր այդ ժամանակ անցկա։ Սա նեղություն է կամավոր, որ դու հանձն ես առնում, որևէ մեկին օգնես քո աստվածապաշտության համար։ Դրա համար ինչ է ասում Պետրոս Արաքյալը, սիրելիներ, տարօրինակ մի համարեք այն այրող նեղությունը, որ ձեզ փորձելու համար է, որպես թե մի տարօրինակ բան պատահած լինի ձեզ։ Ասում է տարօրինակ մի համարեք, ձեզ փորձելու համար է, ձեր հավատքը տեսնի երևում եք թե չէ։ Օրինակ ես շատերը գիտեք, ես հոտերի հանդեպ խնդիր ունեմ։ Հոտերը որ զգում եմ ես, ինձ վատ եմ զգում, բայց ես հիվանդների մեջ սովորել եմ ամենազզվելի հոտին դիմանալ, հիվանդներին այցելելով։ Ինձ համար այդ հոտերը հիմա սովորական են դարձել, էլ չեմ զզվում։ Բայց կարող եմ այնպիսի հոտ լիներ, ես փախնեի տեղից։ Հիմա չէ, որովհետև մեղքն էլ է այդպես, մեղքի հոտն էլ է այդպես։ Դու շնչում ես, հետո հարմարվում ես ու քեզ թվում է թե դա անուշահոտություն է։
Չէ, երբ որ ճանճին հարցում են այստեղ ծաղիկներ կա, ասում եմ, բայց ես ծաղիկներ չեմ տեսել անտառում, միայն աղբ եմ տեսել։ Իսկ մեղվին երբ որ ասում են ճիշտ է որ ես անտառում աղբ կա, ասում ես աղբ չեմ տեսել։ Միայն ծաղիկներով զարդարված անտառ եմ տեսել։ Ուրեմն մարդն էլ այդպեսին է։ Երբ որ դու այդ կամավոր նեղուցն եւ հանձն ես առնում Քրիստոսի համար, սրանքով քեզ Տերը պիտի հետո վերադարձնի։ Ուրեմն հոգեվոր Հովան Ոսկեբերնը շատ գեղեցիկ խոսք ունի, ասում է հոգեվոր պատերազմից ճգնությունները ոչնչով պակաս չեն հաղթանակի ուրախությունից։ Ինչքան էլ այդ նեղությունները իմ հավատքի համար ճգնությունները շատ են, բայց պակաս չեն այն ուրախությունից, որ ունում եմ հաղթանակի ժամանակ։ Մեր նեղությունների բարձենալիքը ոչ միայն հանդերձյալում է հատուցում մեզ, այլև ներկայի մեջ է Աստված տալիս այդ ամենը մեզ։ Ուրեմն հաճախ նեղությունները եւ վշտերը մարդկանց անհամբեր են դարձնում, արդեն ասացի, մարդը կարիք ունի այդ համբերությանը։ Համբերություն բառը ինչ է նշանակում։ Համ բերել, չէ՞ քո կյանքի մեջ, այսինքն նաև այդ դրա մեջ դու սովորում ես քո կյանքը գնահատել։ Համ ու հոտ ես բերում քո կյանքի մեջ, բայց հավատացյալները Աստծո շնորհի զորությամբ առավել համբերատար են դառնում։ Անհամբեր են դառնում նրանք, ովքեր թերահավատ են, բայց ովքեր իրական հավատք ունեն, ավելի համբերատար են դառնում, որովհետև գիտեն նպատակը որն է։ Հիշում եք Պողոս Արաքյալի ասում էր մարմնից մեջ փուշ ցավ ունի, որ փշի պես ծակում էր։ Եվ ասում է 3 անգամ Աստծուն խնդրեցի, որ ինչ կլինի այդ ցավ ինձանից, հենց Աստված ասաց, չէ, թող մնա։ Հետո ինքը ասում է մնաց, որպեսզի ինքը ինձ բռնցքահարի այդ ցավը, որպեսզի ես չհպարտանամ։ Այսինքն այդ ցավը նաև քեզ համբերություն սովորեց եւ Կորինթացի նամակի մեջ էլ ասում է ինչու է մահվան վճիռը մեզ վրա կախված, որպեսզի մենք սովորենք ինքներս մեզ չապավինել Աստծուն, ով հարություն է տալիս մեռելին։ Այսինքն նաև այս նեղությունները քեզ սովորեցնում են Աստծուն վրա հույսը դնել, ապավինել, ոչ թե քո ունեցածի, քո կարողության, իշխանության, ունեցած հարստության, այլ Աստծո վրա, որ ամենամեծ հարստությունն ու կարողությունն է, որ մարդ իր ձեռքում ունի։ 4-րդ համարի մեջ ասում է համբերությունը փորձառություն է բերում, փորձառությունը հույս։ Ուրեմն Աստծո մեջ, Աստծո համար, այսպես ասեմ, վշտերի մեջ համբերել ինքնին արդեն գործիք է, սիրո եւ փորձառության քննություն, այսինքն այդ գործիքը տալիս է քեզ, քո սերը եւ քո փորձառությունը գնահատել, դեն այդ գործիքը կարող ես ինչեւ շպայր քո մոտ թե չէ։ Հիմա տեսեք, համբերությունը բերում է փորձառություն։ Այսինքն մենք էլ ինչ ենք ասում, տառապանքս փորձ ունի, չէ՞, այսպես ենք մենք մեր հմտությունը կամ մեր արդեն կյանք տեսած վիճակը, որ տառապանքի փորձությամբ ենք հասել այդտեղ, գիտեք ինչ է։ Ուրեմն համբերությունը քեզ բերում է փորձառություն։ Ուրեմն համբերությունը նաեւ ինչ անում, մեր բնավորությունն է կոփում, չէ՞, մեզ ավելի հասուն ուժեղ է դարձնում, որովհետև դու գիտես, որ մի ակնթարթում ծառը չի աճելու, որովհետև դու սերմը ցանում ես, պիտի ջրես, պիտի մշակես, որ աճի, հետո պտուղը տա, այսինքն երկար ժամանակ է պես։ Այնպես էլ մարդու կյանքն է, փրկությունն է այդպեսին։ Մի ակնթարթում դու չես կարող ասել, ես փրկված եմ, վերջ, ես խնդիր չունեմ, այլ համբերատար պիտի աշխատես, ինչպես Արաքյալն ասում, Պողոսը տնկում է, Պողոսը ջրում է, բայց ածեցնողը Աստված ինքն է։ Ուրեմն թույլ պիտի տաս, որ Աստված աճեցնի քեզ, քո բնավորությունը փոխի, որովհետև կա որ մենք անհամբեր ենք, մենք բռնկուն ենք, մենք կայծակնային արագությամբ չենք հանդուրժում սխալը։ Աստված քեզ սովորեցնում է, որ չէ, դու էլ այդ սխալներն ունես։ Այն ինչը որ ուրիշների մեջ տեսնում ես ու բարկանում ես, քո մեջ էլ կա, պարզապես դու այնպես նուրբ ես թաքցնում, որ չեն տեսնում մարդիկ։ Նույն սխալները բոլորս էլ գործում ենք, մեկը շատ, մեկը քիչ։ Ամենապարզը, չէ, երեխան ափսեն կոտրում է, բարկանում ենք, թե ջարդեցիր իմ թանկարժեք կապսեն, մենք կոտրում ենք, ասում ենք չարը խափանվեց։ Հա, երեխան, ասենք, ճաշը թափում է շորի վրա, ինչ ասես, ասում են, մենք թափում ենք, ասում ենք, դա էլի անուշադրություն։ Նույն բանն է։ Նայես թե մենք ոնց ենք մեկնաբանում այդ ամեն ինչը։ Չէ որ մենք էլ մի ժամանակ երեխա ենք եղել, այդ նույն ճանապարհը անցանք։ Ուրեմն դու նաև պետք է փորձես ուրիշների թերության հանդեպ համբերատարություն, որպեսզի փորձառու լինես քո ուժեղ եւ հասուն բնավորության։ Ուրեմն համբերության միջոցով նաև տառապանքի ժամանեն մեր հավատքը ավելի ուժեղ դարձնում եւ ամրացնում։ Ուրեմն երբ որ դու փորձության մեջ ես, համբերության, այսինքն համբերություն փորձն արդեն իրար հետ են, տեսեք Հիսուս փորձվեց, չէ՞ սատանայից։ Փորձության մեջ էր։ Հիսուս իրականում սոված էր, 40 օր ոչինչ չէր կերել, եւ սատանան տեսեք շատ հոգատարության մոտեցավ, ասաց որ մեղք ես, հաց կեր, ասա թող քարերը հաց դառնան։ Ինքը շատ հոգատարության մոտեցավ։ Հիսուս ասաց, որ չի կարելի Աստծո միայն ուտել, այլ Աստծո խոսքով պիտի կերակրվես։ Հիսուսին տարավ, ասաց, այս ամբողջ թագավորությունները քեզ կտամ։ Հիսուս համբերությամբ ասաց, որ
չի կարելի Աստծուց բացի որևէ մեկին երկրպագել։ Ասես գրիված է քո մասին, որ այստեղից ցած գցես տաճարից, քո ոտքը գետնին չի կոն, ասես չի կարելի քո Տեր Աստծուն փորձել։ Համբերատարությամբ լսեց։ Մենք այսօր այնքան ենք առաջ գնաց, որ երբ որ մեկը խոսում է, նույնիսկ այդ համբերությունը չունենք մինչև վերջ իր հարցը լսելու կամ իր պատասխանը։ Մենք կեսից ընդհատում ենք, սկսում ենք մեր հասկացածով պատասխանել։ Ուրեմն սա էլ համբերության այդ փորձառությունն է, որ քո բնավորությունը կոփում է։ Տեսեք ինչ ասում, ուրախանում ենք դրանով դուք, որ այժմ դեպքերի բերումով այլ փորձություններով փոքր-ինչ տրտմած եք, որպեսզի ձեր հավատի փորձը, որ առավել արժեքավոր է, քան կորստյան ենթակա ոսկին, որ կրակով է փորձվում, դառնա գովքի, փառքի ու պատվի առարկա հայտնության ժամանակ Հիսուս Քրիստոսի։ Այսինքն ոնց որ ոսկին է կրակի մեջ բովում, այնպես էլ մարդը նեղության մեջ է կոփվում, բովում ու մաքրամաքուր դուրս գալիս։ Ուրեմն հույսին է բերում, փորձառությունը, այսինքն փորձառությունը բերում է հույսին։ Ինչ է հույսը, սիրելիներ։ Հիսուս ինչ ասաց, ով որ մինչև վերջ համբերի կփրկվի, այսինքն այդ հույսը կունենա փրկության։ Հիմա տեսեք, հույս ասելով մենք ինչ ենք հասկանում։ Հավատքը, հույսը, սերը այս երեքն են, որ մնում են մարդուն։ Հիմնական սա այդ երեք գործիքներն են եւ երեք զենքերն են, որով դու կարող ես պայքարել այս աշխարհի մեջ։ Եթե հավատք ունես, վստահություն ունես, հույսը ինձ համար միշտ եղել է նավի առագաստը, ոնց որ նավը առանց առագաստի չի կարող առաջ գնալ, այնպես էլ քո հավատք առանց այդ հույսի բացած առագաստի չի, այսինքն քո հավատքը տեղից շարժող միջոցն է։ Այդ հույսը դա է, որ դու փորձառության մեջ։ Տեսեք, որ սա էլ կանցնի, չէ՞, սա էլ կանցնի։ Մենք ո՞նց ենք տեսնում մեր նեղությունն ու փորձությունը հաղթանակած։ Ամենապարզ օրինակը մեքենան է, չէ՞։ Մենք մեքենայի մեծ դիմացի ապակիով նայում ենք մեր ճանապարհը գնում ենք, բայց ո՞նց ենք հասկանում մեր անցած ճանապարհը։ Փոքրիկ հայելի նայում ենք հետ, տեսնում ենք թե մենք ինչ ճանապարհ ենք անցնում։ Այդ հույսը այդ հայելին է, որ ցույց է տալիս, թե դու ինչ ճանապարհ ես անցել այս աշխարհի մեջ։ Երբ մենք համբերությամբ դիմանում ենք տառապանքներին, մեր փորձառությունը հասունանում, ուժեղանում է եւ խոր արմատներ է նետում։ Մենք արմատավորվում է մեր կյանքի մեջ, որ ինչ էլ որ լինի, գիտես, որ լուծում կա։ Ինչ էլ որ լինի, դու գիտես, Աստված ճանապարհը ցույց է տալիս, որպեսզի դու հաղթանակես։ Եվ մենք կարող ենք մեր փրկության համար արդեն լիահույս լինել, որ անպայման մենք փրկվելու ենք։ Ինչ էլ որ լինի, չէ՞, ամենանեղ պայն, որ դու չգիտես ոնց պիտի հաղթարես, մեկ էլ հարցը լուծվում է, որովհետև վստահել ես Աստծուն, քո հավատքով եւ հույսը դրել ես իր վրա, որ պիտի գա եւ քեզ օգնի եւ անհրաժեշտ պահին այդ օգնությունը հասել է։ Ուրեմն համբերությունը մարդուն մաքրում է նաեւ իր մարմնավոր ախտից։ Այսինքն, երբ որ դու համբերություն ունես, համբերատար մաքրում ես քո մարմինը։ Մարդիկ ինչպիսին են, երկու տեսակ են, չէ՞ մարդիկ։ Օրինակ, մարդիկ որ հայելում են, կանգնում են ժամերով, ամենավերջին մազը, ունքը այսպես աղ շտկում են, նոր դուրս են գալիս։ Մարդը կամ այսպես նայում ես, մի հատ մազը այսպես անում, դուրս է գալիս։ Հոգևոր կյանքի մեջ էլ է այդպես։ Մարդիկ կան, որ ուզում են մի անգամից Աստծուն ճանաչեն, ոչինչ չանելով, մարդիկ եկա այդպես համբերատար իրենց ներսը քննելով, փորձառություններով ունենալով գալիս են հասնում այդ հույսին, իսկ հույսը մարդուն երբեք ամոթով չի տնում։ Եվ ծնում է փորձ եւ առաքինությունների ընտրություն է տալիս քեզ, դու ինչ առաքինություն ընտրես, որպեսզի հավատքով ապրես։ Եվ 5-րդ համարի մեջ արդեն ասում է. հույսը երբեք չի ամանչեցնում, որովհետեւ Աստծո սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։ Ուրեմն հույսը երբեք մարդուն չի ամաչեցնում, այսինքն ամոթով չի թողնում։ Ով է հույսը այս պարագային ուրեմն։ Հիսուս Քրիստոսն։ Այո, ուրեմն մեր նեղությունները համբերության, փորձառության ճանապարհով մեզ հասցնում են Հիսուսին, իսկ Հիսուս երբեք մարդկանց ամոթով չի թողել։ Աստված եւ նրա խոստումների հանդեպ ունեցած հույսը մեզ ամոթով չի թողել, այսինքն երբ որ դու կարդում ես, որ Աստված մեզ հավիտենական կյանք է տվել, Աստված երկրորդ անգամ մեզ այցի պիտի գա, նոր երկինքն ու երկիր պիտի լինի, սա այդ հույսն է, որ Աստված ինչ որ խոստացել է մարդուն, ստացել է։ Դրա համար Հիսուսն նաև ասում էր, ով որ իմ անունով ինչ որ բան խնդրի հորից, անպայման պիտի ստանա։ Այսինքն մենք այդ հույսով ենք խնդրում, որ Տեր Աստված, հանուն քո որդու թափված արյան, ազատիր ինձ իմ մեղքերից։ Ինձ ուրախություն պատճառիր, խաղաղություն, այսինքն մենք ամեն բան ինչ որ հորից խնդրում ենք, Հիսուսի անունով ենք խնդրում այդ հույսով, որ պիտի կատարվի։ Ուրեմն հույսը Սուրբերից մեկ ասում է նեղություններ, այսինքն փշերի մեջ բացված վարդ է, որ ինչքան փշեր կան, ամեն ինչ կա շուրջ բոլորդ, բայց ամեն դեպքում վարդ այդ փշերի մեջ բացվում է։ Եվ տեսեք սերմնացանի առակը, չէ՞ ասում է ցանեց, մի մաս ընկան ճանապարհի եզրի մեկ ապարաժին, այդ
հույսի համար ինչ է ասում, այսինքն հույսին է նմանեցնում, որ սուրբերը որ թափեց, արևը տվեց, տաքացա, բայց ինքը որ արմատ չուներ, հույս չուներ, ինքը շատ շուտ չորացավ, բայց ով որ հույս ուներ, հողի մեջ իր արմատները գցեց եւ աճեց։ Եվ վարդ այս փշերի մեջ հասունացած է ծաղիկն է, որով վստահություն է բերում մեզ, եւ մենք մարդիկս դառնում ենք անհասանելի ոչ միայն այս աշխարհի նեղությունների փորձն, այլև դառնում ենք մեզ համար անհասանելի, վեր ենք բարձրանում։ Դրա համար մենք Աստծուն ասում ենք բարձունքներում փառաբան, դու ինքդ բարձրանում ես երկրից։ Արդեն երկրի վրա ապրելով մտածում ես երկնքի մասին, երկրի վրա ապրելով դու ապրում ես երկնքի օրենքներով, երկնքի կարգ ու կանոնով։ Դրա համար ասում ենք, ինչպես որ քո կամքն է երկնքում, այնպես որ ունի երկրի վրա։ Այսինքն երկրի վրա մենք հոր կամքով ենք ապրում, որ երկնքում, այսինքն մենք դարձանք հույսի միջոցով երկնաքաղաքացի։ Մենք ունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, բայց ունենք նաև երկնքի քաղաքացիություն Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ուրեմն հույսը հիմքը այստեղ արդեն ոչ միայն Աստծո անսուտ խոսքն է, որ Աստված սուտ խոստումներ չի տալիս, միայն ամեն ինչ ճշմարիտ է, այլև դրա հետ մեկտեղ համբերությունն է նեղությունների մեջ, Աստծո հանդեպ ունեցած վստահությունն է, արդարությունն է, սերն է, սրանք այս բոլորը հույսի հիմքն են կազմում։ Եթե սրանք չկա, քո արմատները հույսի տեղ չունի բռնվելու, որպեսզի հանկարծ ինքը չլինի։ Բանաստեղծներից մեկը շատ գեղեցիկ մի պատկեր ունի, ասում է, եթե ես պարկեմ հողի տակ, միայն ասում է ծառի սպիտակ արմատները բավական են ինձ տեսնել ուրախ լինելու համար։ Այսինքն հողի տակ ոչինչ չկա, բայց ծառի սպիտակ այդ արմատը ինձ հույս պիտի տա տեսնելու համար։ Շատ գեղեցիկ պատկեր է այս, որ ինչ էլ որ լինի, հույսը քո միակն է, որ քեզ ամոթով չի թողելու։ Ուրեմն հույսը զորավոր է նաև տեսեք ասում է զորավոր էր ինչով Աստծո սփռած սիրով, որ Սուրբ Հոգու միջոցով եղավ։ Այսինքն ոչ միայն պարզապես հույս էր, այլև այս հույսի միջոցով անսպար սեր սփռեց մարդկանց վրա Սուրբ Հոգու միջոցով, որ Հիսուս ասաց գնում եմ, մխիթարիչը պիտի գա, ձեզ մխիթարելու այս աշխարհի մեջ։ Սուրբ Հոգին այդ ժառանգության ուրեմն երաշխավորն ու գրավականն է, այսինքն Աստված այդ հույսը, որ չի ամաչեցնում, Սուրբ Հոգու միջոցով երաշխիք է տալիս։ Այսինքն ինքը երաշխավոր, որ ինչ որ խոստացվել է այդ ժառանգությունը, որ պահված է երկնքում մեզ համար, անպայման պիտի ստանաս հույսի միջոցով։ Երբ մենք լցվում ենք Սուրբ Հոգով, Աստված իր սերը մեր սրտերում հեղում է նաև Սուրբ Հոգու միջոցով, եւ այդ սիրով մենք կարողանում ենք հաղորդություն եւ խաղաղություն գտնել Աստծո հետ։ Ինչ ասել է, երբ որ մենք լցվում ենք Սուրբ Հոգով, ո՞նց մարդը կարող է Սուրբ Հոգով լցվել այդ սիրով հասկանալու համար։ Սուրբ Հոգին, գիտեք, Սուրբ Երրորդության երրորդ դեմքն է, երրորդ անձն է, Սուրբ Հոգին ինքը Աստված է, եւ Աստված ինքը անտեսանելի, ուրեմն ամեն օր ներկա է մեր մեջ։ Դրա համար, երբ որ Գործք առաքելոցի մեջ կարդում ենք Սափիրան եւ Անեն ամուսինները, որ հողը վաճառեցին, գումարի կեսը բերեցին, տվեցին Պետրոս առաքյալին, ասում է, ինչու խաբեցիք Աստծուն Սուրբ Հոգուն, չգիտեք, որ դուք Աստծուն եք խաբում։ Այսինքն ինչ որ դու անում ես, երբ որ անգամ դու եկեղեցի ես մտնում, երբ որ լռության մեջ ես, դու Սուրբ Հոգու ներկայությունն ես զգում քո կյանքի մեջ։ Անգամ այդ լռության մեջ ես զգում, ասում եմ, բառեր պետք չէ։ Երբ որ եթե ոչինչ չունես անելու, այդ լռության մեջ պիտի լսես իր ձայնը, իր գրկախառնումը, իր ներկայությունը, իր մխիթարությունը, ամեն բան կա քո կյանքի մեջ։ Պարզապես դու պիտի կարողանաս սիրտդ բացել, որ Սուրբ Հոգին գա եւ քեզ նորոգի, որտեղ Սուրբ Հոգու գործը մարդուն ամեն օր նորոգելն է, հին մեղքերը մաքրելը, Աստծո զորությամբ, հույսով, լույսով լցնելն է, որպեսզի մարդը զորանա։ Ցավոք սրտի այսօրվա քրիստոնյաները, որ տեսնում ես կամած աշխարհը ինչի է վերածում, նախ վախենում են խոսել իրենց հավատքից, վախենում են խոսքով անգամ վախենում են, եթե մի տեղում գիտնեն, որ մարդիկ քրիստոնյա չեն, Աստծուն չեն ընդունում, վախենում են ասել, իրենք հավատում են Աստծուն, եւ նույնիսկ խուսափում են այն վայրերից, որտեղ Աստված է պաշտվում։ Ճանապարհներին անցնում ես, տեսնում ես մեղքի տաճարները, որ խաղատներն են, լեփլեցուն մարդիկ են հավաքված, ռեստորանների կողքով որ անցնում ես հարյուրավոր մեքենաներ են կանգնած, խրախճանքներ են, անցնում ես եկեղեցիների մոտով, դատարկ է, մարդ չկա, կամ միայն կանայք են լինում։ Սա է պատճառը, որ քո միջոց Սուրբ Հոգուն թույլ չես տալի այդ սիրով լցվելու։ Այսինքն Աստծո սիրո փոխարեն մեր սիրտը լցնում ենք աշխարհի հանդեպ ունեցած սիրով։ Աշխարհի փափկությունն ենք մենք սիրում, աշխարհի նմանությունն ենք ուզում։ Դրա համար Հիսուս ասում էր, ով որ ուզում է աշխարհի հետ բարեկամություն անել, նա թշնամություն պիտի անի Աստծո հետ։
Ուրեմն մենք որոշել ենք այսօր Աստծո հետ թշնամություն անելով բարեկամություն անենք աշխարհի հետ, որտեղ աշխարհը մեզ խոստանում է ուրախություն, զվարճան, կերուխում, բայց Հիսուսը ասում էր զգույշ եղեք, որ ձեր կյանքը միայն կերուխումերով, զվարճանքներով չանցնի, այլև աղոթքով, որպեսզի որ մահը գա, չվախենաք։ Ուրեմն սա է, որ Աստծո սերը, որպեսզի հասկանաս, թույլ պիտի տա, որ Սուրբ Հոգին այդ գրավականը, խոստումը, երաշխիքը գա քո մեջ բնակվելու։ 6-րդ համարը արդարև մինչդեռ տկար էինք, Քրիստոս ճիշտ ժամանակին մեզ մեղավորներիս համար մեռավ։ Ուրեմն Աստված իր մեծությունը ինչպես հայտնեց Հովհաննես Ավետարանի 3:16 այնքան սիրեց աշխարհը, որ միածին որդուն տվեց աշխարհի փրկության համար։ Այսինքն այն ժամանակ, երբ որ մենք տկար էինք, տեսեք, ասում են տկարության մեջ էինք, ճիշտ ժամանակին, այսինքն որ մենք տկար էինք, ինչ ասել է տկար, մեղքով ախտահարված, այսպես ասենք։ Տկար մարդը սա է, որ մեղք իրեն ախտահարել է, ինքը չի կարողանում բարձրանալ։ Մի մասը վառված է, այրված է, կիսված է, չգիտի ինքը ինչպես անի, որպեսզի կարողանա ինքը բարձրանալ։ Ուրեմն այդ ժամանակ Քրիստոս եկավ մեզ համար մեռնելու համար։ Ուրեմն ինչ արեց Հիսուս։ Մեր մեղքերը իր վրա վերցրեց, խաչը բարձրացրեց, խաչի վրա գամեց, մեզ ազատություն տվեց։ Մենք այդ ազատությունը վերցրեցինք, տարան գրավ դրեցինք սատանայի մոտ, նորից մեղքի կյանքը հետ վերցրեցինք, բարձրացեցինք մեր ուսերը, այդ մեղքի տակ կքած, մինչև այսօր ապրում ենք սիրելիներ։ Սա է, մեր ազատությունը գրավ ենք դրել, ինչպես որ մեր տան ոսկին տանում ենք, գրավ ենք դնում, լոմբարդում կամ բանկում գումար ենք վերցնում մեր պետքերի համար, որ ինչ որի կարիք ունենք գնելու, մենք մեր ազատությունը այդպես տարել դրել ենք սատանայի մոտ գրավատունը, այնտեղ դրված է մեր ազատությունը, եւ ասել ենք ամեն ինչ տուր մեզ, եւ վերջում մեր խոստացել ենք, եթե մեր պարտքը չկարողանանք վերադարձնել, որ ազատությունը հետաս, մեր հոգին կվերցնես։ Այսինքն մեր ազատությունը մեր հոգու վաճառքով փոխարինել ենք։ Սա է ողբերգությունը այսօր մարդու, որ տկարությունը մեջ ինքը չի գիտակցում, որ հոգին պիտի պահի։ Եվ ամբարիշտ ենք նաև մեր հանցավորությամբ, ուրեմն տկար ենք մեր ախտավորված վիճակով, ամբարիշտ ենք մեր հանցավորությամբ, որ Աստծո դեմ գործում ենք։ Ուրեմն մենք ախտով վտանգվածներ ենք, հավատքի կյանքի համար ծնված լինելով մեղքի կյանք ենք ապրում, գարին գործելու համար անզոր ենք դարձել այս աշխարհի մեջ եւ անպիտան ենք Աստծո սիրո համար։ Սա է դարձել այսօր մարդը։ Դե բայց այսքանով հանդերձ, այս բոլոր տկարությամբ հանդերձ Քրիստոս եկավ ճիշտ ժամանակին մեր մեղքերը իր վրա վերցնելու համար։ 7-8 համարները, որովհետև արդար մարդու համար հազիվ թե մեկը մեռնի, բայց բարի մարդու համար թերևս մեկը համարձակվի մեռնել։ Աստված իր սերը մեր հանդեպ հայտնեց նրանով, որ մինչդեռ մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մեռավ։ Տեսեք սիրելիներ, մարդը, որ արդար է, մենք ում ենք արդար համարում, ով որ մաքուր կյանքով ապրում է, չէ՞։ Սա բարին չէ դեռ։ Ուրեմն արդար մարդը ինչքան էր, որ մենք տեսնում ենք, գնահատում ենք այդ մարդու արդարությունը, ու հանկարծ ինքը պատահաբար կամ ինչ որ մեկի ազդեցությամբ մեղք գործի ու մահվա մեջ հայտնվի, կամ մարդ որ կուզենա գնալ այդ մարդկան փոխարեն, այդ մարդու փոխարեն ինքը մեռնել։ Չէ, մենք պատրաստ չենք, մենք նույնիսկ անգամ մեր զավակների համար պատրաստ չենք մեռնել։ Մենք խոսքով ասում ենք, բայց երբ որ անհրաժեշտ պահը գալիս է, մենք ամեն գնով ուզում ենք մեր կյանքը պահել։ Ուրեմն սա արդար մարդն է, չէ՞ մնում։ Ասում է, մյուսը բարի մարդն է։ Բարի մարդը նա է, որ ոչ միայն արդար է, այլև բարերար է, ուրիշների համար ապրում, գործում է։ Ասում է, թերևս գտնվի մեկը, որ այս մարդու համար մեռնի, թերևս գտնվի։ Մեկը, որ մեծ բարերարություն են արել, ինքը պատրաստ է իր երիկամը տալ կամ իր սիրտը տալ կամ չգիտեմ ինչ որ մի բան տալ այդ մարդուն ապրեսնելու համար։ Ուրեմն նաև երախտավոր է այս մարդը, ոչ միայն բարի է, արդար ու այլև երախտավոր է։ Սրա համար չկա։ Ուրեմն մի օր մի քաղաքում մեծ համաճարակ է սկսվում եւ որպեսզի շտաբ գտնեն պատվաստան նյութը, բոլորից անալիզ են վերցնում եւ մի 14 տարեկան երեխայի արյունը համապատասխանում է այդ վարակը կանգնեցնելու համար եւ ամբողջ քաղաքը գալիս են հոր մոտ, ասում են խնդրում ենք, ասում են քո տղան է մեր քաղաքի փրկությունը, բայց ինքը եթե արյունը վերցնենք, ինքը մեռնելու է։ Հայրը դժվարությամբ համաձայնում է, մեր ամբողջ մի քաղաք պիտի փրկվի, բայց մեկ պայման ունեմ, իմ զավակին չմոռանաք, միշտ հիշեք իրեն։ Համաձայնում են բոլոր ուրախությամբ, ցնծությամբ, վերջ, քո տղան մեր փրկիչը, բոլորը բժշկվում են ու հայրը մնում է միայնակ, իր տղային էլ ոչ ոք չի հիշում։ Ինչպես որ Քրիստոսին։
իր կյանքը զոհեց մարդկանց համար, բայց մինչև այսօր հայողներ կան, մերժողներ կան, ուրացողներ կան եւ կան։ Հիմա տեսեք, այստեղ ինչու է օրինակ, թերևս մի բարու հոգու համար մեկը համարձակվի մեռնել։ Սա Հիսուսի օրինակն է, որ չար մարդու համար ոչ ոք պատրաստ չէր մեռնել, բայց Հիսուս չար ու մեղավոր մարդկանց համար մեռավ։ Տեսեք, արդար ու բարի համար ասում է թերևս մեկը համարձակվի, բայց չար մարդու համար առավել եւս չէ, մենք Իսկի մի անգամ գողություններս մարդուն թույլ չենք տա մեր խանութում աշխատի կամ մեր հողամասում գործ անի, որ մնաց որ այդպիսի մեկի համար մի հատ էլ մենք ուզենանք մեռնել։ Բայց Հիսուս այդ նեղության մեջ, այդ դժվարության մեջ իրեն ատող, օտարացած մարդկանց համար ինքը հանձն առավ մեռնելու։ Ուրեմն Աստծո սերը այստեղ որ անչափելի է, դրա համար ասում Աստծո սերը խորությունը, լայնությունը, երկնբարձությունը անչափելի է, սա անհասկանալի սեր է, ոչ ոք չի կարող։ Ես ձեզ մի օրինակ բերեմ բանտից, ուրեմն մի մարդ բանտում գալիս է քանում այդ խոստովանության, ասում է, որ ինքը չի արել այդ սպանությունը, բայց իրեն ցմահ են դատապարտել։ Ուրեմն ինչ է լինում, ինքը քաղաքի ամենահարուստ մարդն է լինում, իր կինն էլ շատ գեղեցիկ, ու այդ քաղաքում մի երիտասարդ սկսում է կնոջը սիրահետել։ Ու մի օր գալիս է տուն, տեսնում որ կնոջը դաժանաբար սպանել է այդ երիտասարդը, կինը մերժել է այդ տղամարդուն, եւ այդ երիտասարդը 4 երեխա ուներ։ Ամուսին ասում է. «Գնա, ես քեզ ներում եմ, ես եմ սպանել իմ կնոջը»։ Եվ վերցնում է իր կնոջ սպանի վրա գալիս է, Տեր հայրիկ պատմությունը քահանան պատմում է, ասում է մահվան ժամին ասաց, որ հիմա տեսնում եմ երկինքը, Աստվածամայր ինձ է սպասում, որտեվ ես այդ մեղոքում փրկել եմ եւ Աստվածամայրն էր գալիս է ինձ դիմավորելու։ Սա եզակի դեպք է, որ քո կնոջ սպանողին ասես գնա ու սպանությունը վերցնես քեզ վրա։ Սա միայն Հիսուսին իրական հավատացող ճշմարիտ հետևորդը կարող էր անել։ Հիսուս այսպես մեզ համար արեց, մեզ ներեց, ազատություն տվեց, բայց մենք ամեն ինչ արեցինք, որ նորից այդ թշնամությունը մնա մեր մեջ։ 9-րդ համարը Այժմ, որ մենք արդարացված ենք նրա արյամբ, որչափ եւս առավել նրանով փրկված պիտի լինենք այդ բարկությունից։ Ուրեմն մարդիկ արդարացվեցին Քրիստոսի արյամբ։ Ինչ եւ այն ժամանակ, որ մենք մեղավոր էինք, օտար էինք, Հիսուսի արյամբ արդարացվեցինք, նրա զոհաբերությունը մեր մեղքերի քավությունը դարձավ, մենք ներվեցինք, վերցրեց եւ պատիժը ինքը կրեց մեր փոխարեն, այսինքն իմ եւ բոլոր մարդկանց պատիժը Հիսուս ինքը կրել է։ Մեզ ազատություն է տվել։ Հիմա տեսեք, ասում է, երբ որ այս ամենի մեջ էինք ներվեց, ասում է առավել եւս նրա բարկության ժամանակ պիտի ներում ստանանք։ Երբ որ արդեն արդարացված ենք, Աստծո բարկությունը մեզ վրա չպիտի թափվի։ Ուրեմն ինչ է սա նշանակում, որ կփրկվենք անգամ Աստծո բարկությունից։ Այսինքն դատաստանի ժամանակ Քրիստոսի մարմին արյունը մեզ միջնորդ պիտի դնենք։ Մահամերձ մարդկանց, երբ որ սուրբ հաղորդություն պիտի տանք, այդ սուրբ հաղորդությունը կոչվում է վերջին թոշակ։ Այսինքն վերջին թոշակն է տալիս մահամերձ մարդուն, իր թոշակը ստանում է, եւ այնտեղ աղոթքը շատ գեղեցիկ է, ասում է. Տեր, որ դու ասում ես քեզ հավատացողներին արժանի համարեցիր հաղորդվելու քո մարմնով ու արյունով, այժմ այս արյան մարմնի միջոցով ազատիր այս մարդուն իր ցավերից, հիվանդություններից, մեղքերից, սրբիր քո շնորհներով, որպեսզի սա մեր բազում հանցանքների համար դատապարտություն չդառնա, այլ լինի առողջություն հոգու մարմնի, զգաստություն մեր խորհուրդների եւ դարձնի մեզ տաճար քո առջև ողորմություն գտնելու համար։ Ուրեմն այսինքն այդ վերջին թոշակն էր, որ դու ստանում ես, ուրեմն սա էլ քեզ հետ վերահաս բարկություն, ինչ մեղքեր որ գործել ես մինչև այդ արդեն, այդ վերջին թոշակով Աստծո բարկությունից եւ պատժից նույնպես խուսափում ես։ Սա մեծ սերն է, որ չի փոխվում երբեք Աստծո կողմից մեզ համար, անհասանել է դարձնում մարդուն եւ թույլ է տալիս մարդուն այդ սերը վերցնել եւ ապրել։ Մեղք այլևս մեզ համար անհասանելի է դառնում, երբ որ դու Քրիստոսին ճաշակում ես եւ ընդունում ես քո կյանքի մեջ։ 10-րդ համարը, որովհետեւ եթե մինչ թշնամի էինք, հաշտվեցինք Աստծո հետ նրա որդու մահվամբ, որչափ եւս առավել երբ արդեն հաշտված ենք, փրկված պիտի լինենք նրա կյանքով։ Ուրեմն Հիսուսի կյանք մահը մեզ մեծ օգուտ չտվեց։ Թշնամի էինք, բարեկամացանք, օտար էինք, որդիացանք, հեռացած էինք, մտերմացանք եւ Հիսուս մեզ բարեկամներ կոչեց, ապա իր հարության միջոցով
նոր կյանք պիտի ստանանք։ Արդեն հաշտված ենք մենք Աստծո հետ մեղքից հետո, հաշտվել ենք, եւ այդ հաշտությունից հետո մենք կյանք պիտի ունենանք։ Ուրեմն մեկ անգամ Աստծո հետ հաշտվելը դեռ բավարար չէ, սիրելիներ։ Այսինքն մարդիկ, որ մեկ անգամ զղջում են ապրում իրենց արածի համար, դա դեռ բավարար չէ։ Դու պիտի հասցնես այդ հաշտությունը պահել։ Չէ՞ որ երկու կողմերը ճշտամացած հաշտության պայմանագիր են ստորագրում, երկու կողմներ հավասարապես պիտի պահեն։ Աստված միշտ պահում է, որովհետև Աստված չի կամենում մեղավորի մահը, այլ նրա դարձն է կամենում եւ ապրելը։ Մարդն է, որ միշտ խախտում է, նորից Քրիստոսով մոտենում է, խախտում է, նորից մոտենում է եւ դրա համար ասում է աշխարհում չկա Պետրոս առաքել ուրիշ անուն, որով մենք կարող ենք փրկվել, միայն Հիսուսով կարող ես փրկվել։ Դրա համար ասում է, եթե հաշտվել ենք, հիմա էլ փրկված պիտի լինենք, այսինքն դատաստանի ժամանակ ցույց պիտի տանք, թե մենք ինչքան ենք Տիրոջը մոտեցել, ճաշակել, Տիրոջով ապրել, որպեսզի Տերը մեզ այդ հաշտության միջոցով փրկություն բերի։ Ուրեմն այդ փրկությունը մեզ հասնելու է Հիսուսի սիրո միջոցով, այն սիրո, որ մարդու համար հասկանալի չէ, սիրելիներ։ Մարդը չի էլ գիտակցում, թե ինչքան սեր է, որ դու պատրաստ ես մեղավոր մարդու համար մեռնել, խաչի վրա ներել, հետո էլ Տիրոջ առջև բարեխոսել, միջնորդել, որ Աստված այս ժողովրդի նորից ընդունի։ Եվ այսօրվա վերջին համարը, եւ ոչ միայն այսքանը, այլ նաև պարծենում ենք Աստծո մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որև հաշտություն իսկ ընդունեցինք։ Մարդը չի կարող, չէ, խորը եւ մշտական ուրախություն ունենալ։ Այսինքն մարդ ուրախությունը ժամանակավոր է, չէ, ինչքան էլ մենք ուրախանում ենք երեխայի ծնունդով, հարսանիքով, իր վերած հաջողություններով, մի քանի ժամ հետո նորից մեր հոգսերի մեջ կքած, մեր ամեն օր մտահոգություններով ապրում ենք։ Այդ ուրախությունը մեր ժամանակավոր է։ Ուրեմն երբ կարող է մարդ իրական ուրախություն, որ ինքը հաշտված է Աստծո հետ։ Դրա համար Պողոս առաքյալն ասում է՝ ուրախ եղեք, դարձյալ եմ ասում, ուրախ եղեք։ Այսինքն այդ հոգևոր ուրախությունը թե չունենաս, այս բոլորը ինչ որ ունես կյանքի մեջ հոգնում ես, չէ՞։ Մարդիկ կան, որ ձգտում են տուն ունենալ, ունենում են, ասում են հետո ունեցանք, հետո մեքենան, հեռախոս, պաշտոն, հետո մեկ որ ասում է հիվանդությունը գլուխ բարձրացնել, էլ չի տարքում քեզ, բայց երբ որ դու ունես հոգևոր ուրախություն, ոչ թե չափով ես ուրախանում, այլ քո ունեցածով, ինչ որ դու ունես, դա է քեզ համար ուրախությունը։ Երբ որ դու տալիս ես ինչ որ մեկին մի բան, դու չափով չես ուրախում, այլ ինչքան սեր ես դնում դրա մեջ։ Եթե նվեր վերցնողը նվերով ուրախանում ոչ թե այն մարդը որ տալիս է, այդ նվերը արժեք չունի։ Եթե դու տվողով չես ուրախացել, այդ նվերը շուտ չես կարող, դրանով շատ երկար չես կարող ուրախանալ, շատ շուտ պիտի հոգնես, ինչպես երեխան։ Ինչքան էլ լավ խաղալիք իրեն գնես, մի քանի ժամ հետո, մի քանի հետո, էլ հետարքիր չի համար այդ խաղալիք, ինքը նոր բան է փնտրում։ Դրա համար այստեղ ասում առաքյալը, ուրեմն այդ հաշտությունն իսկ ընդունեցինք, այդ ուրախությունը պիտի ունենանք։ Ոչ միայն հույսի այդ փառքով պիտի ուրախանանք, այլև այդ հաշտության, ուրախության, որ մենք Աստծո հետ այլևս նույնացել ենք, նույն որդի եւ հայր հարաբերության մեջ ենք, ինչպես որ Ադամն եւ Աստված էին ապրում երկնքի արքայության մեջ։ Ուրեմն սա է մեր խաղաղության ճանապարհը, սիրելիներ, որ մենք մարդիկս պիտի կարողանանք մոտենալ Տիրոջ հետ այդ խաղաղությունը։ Առաջին հերթին Քրիստոսից եկող խաղաղությամբ, այդ սիրով, համբերությամբ, հույսով մոտենալու Տիրոջը։ Մենք այս աշխարհի մեջ ինչ որ ունենք, չունենք, շատ կամ քիչ մի օր կորցնել ենք, դա էլ մեզ չի մնալու։ Անկամ մեր կյանքը մեզ չի պատկանում, որտեղ Աստծո հրամանն է հող ենք եւ հող պիտի դառնանք։ Եվ ոչ մեկ չի խուսափել այս հրամանից։ Բայց շատ կարեւոր է այդ հող դառնալուց հետո կյանքը չմեռնի քո մեջ, այսինքն կյանք ունենաս։ Վիկտոր Հյուգոն, ֆրանսիացի այդ նշանավոր գրողը, ինքը շատ հավատացյալ մարդ էր, ինքը շատ գեղեցիկ տող ունի, ասում է ես գիտեմ, որ վաղը մեռնելու եմ։ Ինքը արդեն հիվանդ էր, ասում է ես գիտեմ, որ իմ կյանքի վերջալույսն է։ Վաղը ես այլևս Աստծո լույսը երկրի վրա չեմ տեսնելու, իմ մարմինը պիտի տանեն անշնչացած դնեն հողի մեջ, բայց ասում է վստահ եմ, որ հաջորդ առավոտը ինձ համար նոր արշալույս պիտի լինի Աստծո թագավորության մեջ։ Այդ արշալույսի խոստումով է, որ մենք այդ հույսը ունենք, որ մենք երբեք ամոթով չենք մնա, որտեվ դու խաղաղություն ես, ինքն հաշտություն ես Աստծո հետ, Աստծո սիրո մեջ ես ապրել եւ Աստված էլ քեզ ընդունել է քո էյությամբ, ինչպեսին որ դու կաս, քո մեղքերով հանդերձ, քո բարի ու առաքինի գործերով հանդերձ, եւ քեզ ընդունել է այնպեսին որ դու ձգտել ես, փորձել ես լավը լինել, ինչպես Հիսուս էր ասում, եղեք կատար, ինչպես որ ձեր
երկնավոր հայրն եք, այսինքն ձգտել ես այդ կատարելությանը եւ սա է գնահատվում, ոչ թե արածի չափը, այլ այդ ինչ որ արել ես, ինչքան սեր ես դրել, ինչքան հոգատարություն ես դրել, ինչքան ցավ ես ապրել, որ դրածդ գործը, աշխատանքը, պայքարը զուր չլինի, այլ պսակվի հաղթանակով, ինչպես Պողոս Արաքյանն էր ասում, գնում եմ իմ պսակը ստանալու, այսինքն իմ բարի պատերազմը վերջացրեցի, գնում եմ իմ պսակը ստանալու։ Մենք երբ որ գա ժամը, մենք ինչ պիտի ստանանք, մենք վստահ ենք լինելով, որ պիտի պսակ ստանանք, թե պիտի գնանք, ասենք, որ դու այստեղ ես հաղթանակի այդ 3 կետերի վրա տեղ չունես, պետք է այնտեղից պատվո հարթակից իջնես, որովհետև քո տեղը զիջված է մեղքի պատճառով։ Այսքանը սիրելիներ, թող Տերը բոլորիդ խաղաղության սիրո մեջ պահի, որպեսզի մենք երբևէ չմոռանանք մեզ ով է փրկել, ում շնորհիվ ենք ապրում այսօր, ինչ խոստում ունենք եւ այդ խաղաղությունը, որ շատ կարեւոր է, երբեք չկորցնենք մեր կյանքից։ Թույլ տանք, որ Տերը գա այդ խաղաղության միջոցով իր սերը, շնորհը, ողորմությունն ու արդարությունը մեր վրա եւ մեր միջոցով տարածի ամբողջ աշխարհի մեջ։ Աստված պահապան բոլորիդ։